Բարի օր։ Այսօր առաջարկում միասին պատրաստենք կարտոֆիլով եւ հավով ռուլետ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է հավի անոսկր միս, բանջարեղեն, ձու, թթվասեր, պանիր եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Կսկսենք կարտոֆիլը մշակելուց։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Վերցրել եմ 6 միջին կարտոֆիլ։ Դրանք հարկավոր է քերել մեծ անցքերով։ Սա լինելու է ռուլետի շերտը, որի մեջ փաթաթելու ենք խճողակը։ Անմիջապես քերում ենք նաև 1 միջին գազար, սա էլ քերենք մեծ անցքերով։ Քերիչիր գործը արեց, քերիչը ազատ է։ Շնորհակալություն։ Խառնում ենք։ Չնայած հետո կխառնենք։ Հանում ենք ձու, պանիր, հավի միս, այժմ ինձ հարկավոր է ձու, հենց նույն թասի մեջ 2 ձու ջարդում և հարում ենք։ Վերացնենք խոզությունը, լավ է, ձուն կհամեմ եմ 1 պտղոնց աղով, ընդհանուր քերած բանջարեղենին այնպես աղ կավելացնեմ, լավ տակնով ենք անում, ավելացնում ենք 2 ճաշի գթալ թթվասեր, անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության քրքումով, սա ոսկեզօծ երանգ կհաղորդի շերտին ջեռեփուկին և կհամեմեմ չորացրած բուրցով։ Կրկին լավ խառնում ենք և ավելացնում ենք մառանիկ ընկերության ալյուր, ցորենի ալյուր, մոտ 100 գրամ, միգուցե մի փոքր ավել, պետք է ջրիկ զանգված ստանանք։ Այսինքն ոչ թե ջրիկ, այլ լսող զանգված, որպեսզի կարողանանք այն փռել ջեռոցի յուղաթղթի վրա։ Գործի դնենք ջեռոցի տապակը, մնա այստեղ, վերցնում ենք յուղաթղթի շերտ,
ապահովության համար յուղենք մի քանի կաթիլ բուսայուղով։ Վրձնարելուց հետո յուղաթուղթը տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ վրա և լցնում ենք զանգվածը։ Դու էլ ես ազատ, կարող ես զբաղվել քո գործերով։ Հավասար տարածում ենք։ Հավասար տարածելուց հետո, հարթեցնելուց հետո, ուղարկում ենք սա ջեռոց թխվելու։ Ջեռոցը կմիացնեմ 180 աստիճան և կթխեմ մոտ 25 րոպե։ Թխվիր։ Այժմ անցնենք խճողակին, գործի ենք դնում տապակը։ Սկսելու ենք սոխարացից։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք լցնում, տեղադրում ենք տախտակը, կվերցնեմ 2 գլուխ սոխ, սրանք հարկավոր է մանր կտրատել, կողք գնամ, անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Լավ է, արի այստեղ։ Մյուս բաղադրիչը խճողակի համար, որը կառաջարկեմ, դա պղպեղն է, քաղցր և կծու։ Նրանք, ովքեր չեն սիրում կծու, այդ բաղադրիչը կարող են բաց թողնել։ Կվերցնեմ մեկ մեծ քաղցր պղպեղ, հեռացնում ենք պտղակոթը, սեր մերը, այստեղ ունենք կես կանաչ ծիծակ, կվերցնեմ սա, փաստորեն կես պղպեղ կվերցնեմ կծում և մանր կտրատում ենք։ Մյուս բաղադրիչը խճողակի համար, որը կառաջարկեմ, դա սունկն է ագարիկոն։ Վերցրել եմ 300 գրամ սունկ ագարիկոն։ Սա էլ կտրատում ենք մանր։
Այս գործն էլ արեցինք։ Հենց սունկը փափկեց, անցնում ենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա սոխ սավզին է։ Կվերցնեմ մոտ 5 սանտիմետր սոխ սավզի։ Կիսում ենք մեջտեղից և կտրատում ենք կիսաօղակների։ Խճողակին կմասնակցի նաև նեխուրի ցողունը, 1 ցողուն։ Բոլոր բաղադրիչները կտրատում ենք մանր, որ հեշտ լինի խճողելը։ Շարունակենք համեմել խճողակը։ Աղը արդեն արել ենք, կառաջարկեմ 2 պճեղ սխտոր։ Ճզմում ենք դանակի շերտի տակ և մանր կտրատում։ Մեկ-երկու րոպե տապակելուց հետո կրակը անջատում ենք, կառաջարկեմ թարմ կանաչի օգտագործել։ Թարմ կանաչիներից տեսնենք ինչ ունենք։ Կվերցնեմ սամիտ, ուղղակի սամիտ։ Սամիթը սնկի և հավի մսի հետ համահունչ է։ Սա էլ մանր կտրատում ենք։ Սա էլ լցնենք տապակի մեջ, ևս մեկ անգամ խառնենք, մնա այստեղ։ Հասանք տեղ, կարելի ասել։ Վերցրել եմ 600 գրամ հավի միս, ազդրեր, անոսկր և կրծքամիս, մոտ 300 գրամ ազդրամիս է, 300 գրամ կրծքամիս, կտրատում ենք հարմար կտորների և աղում ենք։ Նախքան աղալը, առաջարկում եմ տեսնել ինչ վիճակում է կարտոֆիլի շերտը։ Կարելի է հանել։ Ջեռոցը չենք անջատում։ Կողք գնա։ Հանում ենք սառը մակերեսի վրա, թողնում ենք մի փոքր սառչի, որ հեշտությամբ կարողանանք պոկել յուղաթղթից։ Իսկ մինչ այդ կաղանք միսը, անմիջապես փոխում ենք դանակը, սիրելի աման, որտեղ ես, ահա,
Աղացած մսին ավելացնում ենք տապակված բաղադրիչները, կարելի ասել սրանք խճողակի համեմունքներն են։ Սա արդեն պատրաստ է։ Յուղոտ պինդ պանիր են կերում, մոտ 100 գրամ։ Հեռու չգնաս, դու դեռ պետք ես։ Դու պետք չես։ Փռում ենք յուղաթուղթ։ Շրջում ենք վրան։ Պոկում ենք վրայից։ Լավ ստացվեց։ Դնում ենք խճողակը։ Եվ հավասար տարածում ենք։ Խճողակը հավասար շերտով կսում ենք, մի եզրից մոտ 3 սանտիմետր ազատ տեղ ենք թողնում, այսպես կփաթաթենք և սրանով կկնքենք։ Շաղ ենք տալիս պանիրը քերած։ Եվ փաթաթում ենք։ Յուղաթղթի օգնությամբ այսպես սեղմում ենք և քիփ փաթաթում։ Փաթաթելուց հետո յուղաթղթի մեջ ենք փաթաթում, եզրերը փակում ենք և ուղարկում ջեռոց, կարելի է գորգ փռել։ Ջեռոցը արդեն տաք է 180 աստիճան, դարձնում ենք 190, թողնում ենք 25 րոպե, որից հետո կհեռացնենք յուղաթուղթը, վրան պանիր շաղ կտանք։ Վերցրել եմ 100 գրամ մոցարելա պանիր, քերում ենք մեծ անցքերով, 25 րոպեից կտեղադրենք ռուլետի վրա։ Բացում ենք յուղաթուղթը, մոցարելա պանիրը փռում ենք ռուլետի վրա։ Եվ կրկին ռուլետ ուղարկում ենք ջեռոց, թողնում ենք այնքան, մինչև պանիրը հալվի, որից հետո կարելի է մատուցել։
Կարտոֆիլով եւ հավով ռուլետ։ Կլպած կարտոֆիլները եւ գազարը ոչ մանր քերել, աղանել, ձու ջարդել, աղանել, հարել, լցնել քերած բանջարեղենի վրա, տակնու վրա անել, թթվասեր, քրքում, չոր ուրց, ալյուր ավելացնել, խառնել։ Պետք է ենթարկվող զանգված ստանալ։ Յուղաթղթին բուսայուղ քսել, փռել ջեռոցի տապակի մեջ, հավասար շերտով տարածել նախապատրաստած զանգվածը, 180 աստիճան տաքությամբ մոտ 25 րոպե թխել։ Խճողակի համար բուսայուղով սոխերած անել, համեմել շաքարավազով, աղով եւ սոդայով։ Սոխերածին մանր կտրատած քաղցր եւ կծու պղպեղներ, ագարիկոն սունկ, սավզի սոխի ցողուն, նեխուրի ցողուն, սխտոր ավելացնել, 1-ից 2 րոպեից կրակն անջատել, մանր կտրատած սամիթ լցնել, խառնել։ Հավի անոսկոր մսակտորները աղալ, ավելացնել տապակած բանջարեղենը, լավ խառնել։ Յուղոտ պինդ պանիր քերել, կարտոֆիլով շերտը հանել ջեռոցից, թողնել թեթևակի սառչի, շրջել յուղաթղթի նոր կտորի վրա, հինը պոկել։ Կարտոֆիլով շերտին հավասար շերտով խճողակ քսել, վրան քերած յուղոտ պինդ պանիր շաղտալ, ռուլետ փաթաթել։ Ռուլետը փաթեթավորել նույն յուղաթղթի մեջ, ծայրերը ոլորել։ Ռուլետը տեղափոխել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակի մեջ, 190 աստիճան տաք ջեռոցում եփել։ 25 րոպեից յուղաթուղթը ետ տալ, ռուլետի վրա քերած մոցարելա պանիր դնել։ Ռուլետը վերադարձնել ջեռոց, եփել մինչև պանիրը հալվի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք պաստա, սունկ պորտոբելլա, պեկինյան կաղամբ, սպիտակ գինի, յուղոտ պինդ պանիր եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ, այսօր էլ այս քանը։ Իսկ մենք կհանդիպենք եւ կհանդիպենք